Հարգելի գործընկերներ, շարունակում ենք մեր աշխատանքը այժմ ելույթի համար ձայնը տրվում է Անուշ Քլոյանին ԱՄՑ կենտրոնական ամբիոնի մոտ։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Ընդդիմությունը տեսավ, որ մեր հասարակությունը ոչ միայն չի մոռացել մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի դեպքերը, այլ նաեւ մեր իշխանությունից պահանջում է բացահայտել եւ պատժել այդ դեպքերի հետ կապված բոլոր մեղավորներին, հանձինս Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Մեր ժողովրդի համար կարծես թե մարտի 1-ի դատավարությունը եւ մի շարք աղմկահարույց գործեր դարձել են արդարադատության եւ արդարության չափանիշ։ Եվ դրա համար էլ ընդդիմությունը ինքն է ասում՝ բացահայտեք մարտի 1-ը։ Դա շատ լավ է, ես ողջունում եմ, բայց ինձ ինչպես նաեւ համոզված եմ շատերի մոտ հարց է առաջանում. Արդյոք նրանք ազնիվ են այս առումով, իմ համոզմամբ ոչ։ Իսկ ինչու իրենց կառավարման տարիներին իրենք չբացահայտեցին մարտի 1-ը, չէ՞ որ այն մեր պատմության ամենաամոթալի էջերից մեկն է, շատ պարզ է։ Սիրելի ժողովուրդ, այդ ժամանակ Սերժ Սարգսյանը երկրի վարչապետ էր եւ բնականաբար ինչ-որ ձև առնչվում էր այդ ամենին։ Երկրորդ եւ երրորդ նախագահները համագործակցում էին, հանցակիցներ էին եւ երկուսն էլ գտնվում էին միևնույն նավի մեջ։ Բացահայտել մարտի 1-ը նշանակում է կրակել սեփական ոտքերի վրա եւ իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի այդ դեպքերի քննությունը տանեն փակուղի։ Մինչ բացահայտումից խոսելը, սիրելի ժողովուրդ, պետք է մի կարևոր հանգամանք ընդգծեմ։ Մարտի 1-ի ցերեկվա ժամը 2-ից արդեն քաղաքապետարանի տարածքում վխտում էին իշխանության կողմից ներդրված այսպես կոչված սադրիչներ։ Իսկ ովքեր էին նրանք։ Նրանք քրեաօլիգարխիայի կողմից ստեղծված հատուկ խմբեր էին, բանդաներ, եւ հենց այդ բանդաներն էլ մեր երիտասարդներին տարան կրակի բերան։ Մարտի 1-ից 3 օր անց մարտի 4-ին Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց լրատվականներին ասելով. այն ամենը, ինչ եղել է նկարահանված է պրոֆեսիոնալ տեսախցիկներով եւ խոշորացնենք կտեսնենք, ով ինչ գործողություն է կատարել։ Եվ մենք դա տվել ենք իրավապահ մարմիններին, որ բացահայտեն։ Բացահայտման համար իշխանության կողմից ստեղծվեց ժամանակավոր հանձնաժողով եւ երբ հանձնաժողովը մոտ էր մարտի 1-ի բացահայտմանը եւ արդեն իսկ բացահայտել էր, իշխանությունը անմիջապես ինչ-ինչ պատճառներով լուծարեց այդ հանձնաժողովը։ Սերժ Սարգսյանը այդ ժամանակ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին հանձնարարություն տվեց, որ շատ արագ բացահայտի մարտի 1-ը, եւ ինչ եղավ, 6 ամիս հետո Վահագն Հարությունյանը զեկուցեց, որ իր մոտ հրավիրել է 600 քաղաքացիներ, հարցաքննել են եւ ոչ մի արդյունք չի ստացել։ Դրանից հետո Սերժ Սարգսյանը Վահագն Հարությունյանին, ով ուներ գնդապետի կոչում, շնորհեց գեներալի կոչում, հավանաբար մարտի 1-ը չբացահայտելու համար։ Եվ հիմա այդ գեներալը Ռուսաստանի Դաշնությունում է եւ հետախուզման մեջ է։ Սիրելի ժողովուրդ, պետք է ասեմ, որ այս մարդիկ ամեն ինչ արեցին, որպեսզի այդ դեպքերի քննությունը տանեն փակուղի։ Փաստեր կոծկեցին, փամփուշտներ փոխեցին, երկրից մարդիկ հեռացան։ Իրեղեն ապացույցներ, օրինակ, արգրավեցին մարտի 1-ին գնդակահարված Գոր Քլոյանի իրեղեն ապացույց բաճկոնը, արգրավել են քննիչները, սակայն իրական գործի նյութերում այն չկա եւ անհետացել էր։ Այդ ժամանակ անգամ մարտի 1-ից չէին խոսում ու մտածում, անգամ չցավակցեցին զոհվածների ծնողներին, ուր մնաց բացահայտեն։
եւ ի վերջո նրանք թարմ հետքերով չցանկացան բացահայտել մարտի 1-ը, որովհետեւ նստել էին այն ճյուղի վրա, որի վրա նստել էին մյուս ոչրագործները եւ այդ ճյուղը երբեք չէին կտրի։ Ագելի գործընկերներ, միջև մյուս ելույթ ունեցողին ձայն իրավունք տալը առաջարկում